Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գերմանիայում ևս մեկ անգամ վերահաստատեց խաղաղության գործընթացի կարևորությունը եւ առհասարակ օգոստոսի 8-ին տեղի ունեցած պատմական փաստաթղթի ստորագրում։ Եվ լինենք անկեղծ ժողովուրդ ջան, Գերմանիայի կանցլերը նույնպես հաստատեց, որ Հայաստանի հետ նոր բարեկամական, այսպես ասած, շփումների փուլ է գալու։ Հայաստան-Եվրամիություն նոր մտերմության փուլ է գալու։ Եվ ամենակարևորը ժողովուրդ ջան, լինենք անկեղծ, այո, Ռուսաստանը եւ ռուսական կողմը հայտարարում է, որ Եվրամիությունը ձեր գլխին աղետաբերելու է, էսեն չկա այդպիսի բան, ժողովուրդ ջան։ Լինենք անկեղծ, Եվրամիությունը բավականին հիանալի մեխանիզմ է։ Եվ այդ մեխանիզմով առաջնորդող յուրաքանչյուր պետություն զարգանում։ Այսօր ինչու են բոլորը ասում, օրինակ Գերմանիան մեքենաշինություններով հզոր պետություն է, բժշկությունով հզոր պետություն է, այս կամ այն գյուղատնտեսությունը համարյա Ֆրանսիայում, Գերմանիայում յուրաքանչյուր գյուղատնտեսական ոլորտ ավտոմատизված ռեժիմով է, ժողովուրդ։ Եվ ինչու, որովհետև զարգանում են։ Եվ այո, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունն էլ է սկսելու զարգանալ եւ զարգանում է արդեն։ Եվ գալու է օր, ժողովուրդ ջան, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցնելու եմ ասում ու առանց որևէ աշխարհակալ մտքերի, ոչ, տնտեսական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը դառնալու է երկիր մոլորակի կենտրոնը։ Բոլորը գալու են Հայաստան, որ առևտուր անեն, բոլորը ցանկանալու են Հայաստանի հետ ունենալ պայմանագիր եւ լինելու է այդ օրը, որովհետեւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, Նիկոլ վարչապետ, Աստված պահապան լինի բոլորիս։